Ես ամենասկզբից հայտարարել եմ արդեն, որ Լիկա Մեսրոպյանը ամուսնացած է։ Միշտ եղել է ամուսնացած։ Վերջերս, այսինքն երազում եմ, որ իմ տղան ունենա մեկ ընտանիք, սիրի, միասնական լինի իր ընտանիքի հետ, նախ դու պետք է ամուսնանաս մեկ անգամ, ընտրես այնպիսի կին, ում հետ կլինես հավերժ, տղամարդիկ չգիտեն ինչ է նշանակում ճիշտ, ինչ է նշանակում սխալ։ Փաստորեն Հայաստանում բոլոր մամաները դաստիարակեցին այսպիսի տղաներ, տարիներ շարունակ, խոսենք դրա մասին։ Ինչպիսի տղաներ։ Սխալ տղաներ։ Տալես նայ, պապային մենք շատ սիրում ենք, պապան լավն է, բայց ինչի՞ է պապայի մոտ ամեն ինչ սխալ։ Քո ասածից կարող եմ ենթադրել, որ ինչ որ իմաստով գուցե նաև մի քիչ էլ լավ է, որ Արամին մենակ ես մեծացնում։ Հա, իհարկե շատ լավ է։ Այո, լավ է։ Հրաշալի, լավ, ուրեմն այսպես ենք անում։ Եթե դուք հաղորդումը դիտել եք մինչև վերջ, իսկ մենք նորագույն տեխնոլոգիաներով կարողանում ենք հասկանալ դուք հաղորդումը նայել եք մինչև վերջ թե ոչ, ապա հետևում եք Լիկա Լակի Instagram-ի էջին, Հերմինե Դիալոգի էջին, եւ եթե առաջինը հենց դուք գրեք Լիկայի էջին նամակի տեսքով Հերմինե պրոմո կոդը, ապա հենց դուք կստանաք այդ նվերը։ Իմ կողմից կլինի նվեր կուրս Լակի օնլայն ակադեմիայից, որտեղ սովորեցնելու եմ շոկոլադի տեմպերացումը, շոկոլադի հետ ճիշտ աշխատանքը։ Դու հասել ես մի հատ կետի, որ ոչ միայն ապրում ես քո եւ քո ընտանիքի համար, այլ նաեւ շատ մարդկանց կյանք ես փոխում։ Ասեցի մամա, պապա, նոր բիզնես եմ բացում եւ ամեն ամիս այսքան գումար պիտի վաստակեմ։ Հիշում ես ինչքան էր այդ սկզբի գումար, ինչքան էր։ Ասել։ Հա, 9 միլիոն։ Այսօր մենք ունենք մոտ 1000 օնլայն ուսանողներ։ Ոնց որ դու մինչև հաղորդումը ասեցիր, վհուկ եմ։ Դե ես չգիտեմ ուրիշ ոնց է հնարավոր այսքան երիտասարդ մնալ։ Դու ուզում ես հիմա կարերով ընկնեն իմ հետևից։ Վերջ փակված է թեման։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ամենասկզբում ուզում եմ խնդրել, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին։ Սեղմեք լայքի կոճակը, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, թողեք մեկնաբանություններ։ Այս ամենը իհարկե կօգնի, որ Հերմինե Դիալոգ նախագիծը ել ավելի սիրված դառնա։ Ինչպես նաև հետևեք ինձ, որովհետև այնտեղ տեսանյութերը եւ լուսանկարները մշտապես թարմացվում են, եւ ես սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին եւ մեկնաբանություններին։ Ուզում եմ նորություն ասել, որ իմ YouTube-ի պաշտոնական ալիքը Հերմինե Ստեփանյան TV ալիքը մասնակցում է Monk 3 մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, այնպես որ ակտիվ եղեք, որովհետև հենց հանրային քվեարկության արդյունքում են որոշվելու լավագույնները։ Դե իսկ ես բնականաբար կուզենամ լինել լավագույնների ցանկում եւ շարունակել նախագիծը հենց ձեզ համար։ Այսօր իմ տուն ռեստորանում շատ հմայիչ կին է լինելու տաղանդավոր Լիկա Մեսրոպյանը, ով տարիներ առաջ հիմնեց Lucky Dessert Studio-ն, բոլորին սկսեց հիացնել իր դեսերտներով, քաղցրավենիքներով եւ հմտություններով։ Լիկան այսօր պարզապես գործարար չէ, նա ոգեշնչման աղբյուր է շատ կանանց համար։ Իսկ թե ինչպես եւ ինչով է ոգեշնչում, դուք իհարկե կիմանաք մեր հարցազրույցը դիտելով։ Հա, ինչ այլոց մի գաղտնիք ասեմ։ Լիկան ինձ ասաց, որ ամուսնացած է։ Իսկ թե ինչպես եւ դա ինչպես է տեղի ունեցել, կիմանաք, եթե դիտեք մինչև վերջ։ Գնամ դուրը բացեմ։ Իսկ ես գալիս եմ քեզ մոտ հյուր Հերմինե, գալիս եմ համով ուտելու, գործից հետո հոգնած, սոված եւ գիտեմ որ Маршрут перестроен. Поверните направо на улицу Овсепа Эмина. Овսեպա Էմինա գնացինք եւ գիտեմ որ դու նաեւ ինձ համար դեսերտ ես պատրաստել։ Գալիս եմ մի 5 րոպե կուշանում։ Շատ ուշ բացեցի, բարև ձեզ, արի, ես ասեցի, որ վերելակից լակի մենք միշտ ենք պատվիրում, ինչ լակին ստեղծվել է, մերսի, համեց, ինչպես միշտ շատ համով, ես վստահ եմ։ Իմիջիալից ես կանխագուշակում էի եւ ես ամենասկզբից երես առածինման բոլորին ասել եմ, որ ես այսօր քաղցրավենիք չեմ պատրաստել, դե պրոֆեսիոնալներին եմ թողել այդ գործը։ Ոչ, միայն պատրաստել եմ ուտեստներ, բայց քաղցրավենիք չեմ պատրաստել, այդ թողել եմ ձեզ։ Մի հատ տեսնեմ։ Օй, սրանք նորություններ են, որոնք ես չեմ տեսել։
Լիկա, բարի գալուստ իմ տուն ռեստորան։ Սիրով շատ ուրախ եմ քեզ այստեղ տեսնել։ Ես ինչ սկսել արդեն մարդկանց ասել եմ, որ այսօր իմ տունը լցված է լինելու գեղեցկությամբ, ջերմությամբ, քաղցրությամբ։ Կան մարդիկ, ովքեր միշտ հիացնում են, դու ինձ համար այդ մարդկանցից ես եղել, որովհետև որ այսպես նայում եմ քո կյանքի այն դրվագներին, որոնց ծանոթ եմ, թատրոնը, հետո կարողանալ թատրոնից դուրս գալ, հետո սեփական բիզնես ունենալ, կայանալ, կայացնել, ասենց սրտի կարդիոգրամայի տպավորություն ա թողնում, բայց անդադ հիացնում ա, որ դու ամեն տեղ ես հաջողում։ Այդ հաջողելու գաղտնիքն եմ ուզում հասկանամ։ Սերը ամեն ինչի նկատմամբ, եթե ես սիրում եմ իմ թատերական շրջանը, սիրով էի անում, դուրս էի գալիս սիրելով, հետո ես սիրում էի իմ մնացած բիզնեսները, որի մասին պատմել եմ, հիմա ես սիրում եմ թխել, սիրում եմ սովորեցնել, թխել, այսինքն այն, ինչ դու սիրում ես եւ դա անում ես սիրով, իմ լայքեի պատին գրված է թխված է սիրով, այդ բառերը սովորական բառեր չեն։ Իսկապես ամեն ինչ պետք է անել սիրով եւ ամենաթեթև ամենահեշտ գաղտնիքն է եւ կհասնես քո ուզած նպատակին։ Իսկ այդ դեպքում նաեւ աշխատանք չի դառնում, դա լայֆսթայլ է դառնում։ Քո կյանքի մի հատվածն է, որը դու անում ես չնկատելով էլ թե ինչքան ծանր կարող է լինել, ինչքան հոգնեցուցիչ նույնիսկ կարող է լինել։ Հա, իսկապես այդ սիրով անելը շատ հետաքրքիր բան է։ Ես առաջարկում եմ մենք իրար հետ մեր հանդիպումը նշանավորենք հայկական խաղուն գինով, Armenia Wine ընկերության օրգանական շարքն ենք փորձելու, Վիոնե սորտի խաղողն է, իրեն 6 ամիս հնացված խաղուն գինի է, այսպես գեղեցիկ մարգարիտների շարքը տեսնենք բաժակի մեջ, ինձ թվում է, որ արժի այս հանդիպումը սիրունացնել էլ ավելի, իսկ ինձ մոտ կստացվի։ Ուզում ես ես սիրում եմ բացել, ով։ Հաջորդը դու։ Հաջորդը դու։ Բարի գալուստ։ Շնորհակալ եմ։ Մեզ այսօր սիրուն հաճելի ընթրիք, հանդիպում եւ իհարկե ժամանց միշտ հաճելի է քեզ տեսնելը։ Ցանկացած միջոցառման ժամանակ, ցանկացած պարագայում, այսպես որ մտնում եմ լակի խանութ հանկարծ քեզ այնտեղ բռնացնում եմ, մի տեսակ այդ խմորեղենի համը էլ ավելի համով է լինում։ Չգիտեմ ինչից է այդպես, բայց հավանաբար հենց այդ քո ջերմությունն ու սերն է, որ փոխանցվում է ամեն ինչում քեզ համար։ Ինչ լավն էր։ Մենք սա մեր առաջին նախուտեստի հետ էլ կփորձենք։ Լիք Երևանի հետ կապվածություն ունես։ Շատ մեծ։ Ինչ կապվածություն է։ Ես Երևանից երբ որ Հայաստանից բացակայում եմ 10 օր, իմ մոտ ես ասում եմ ինձ մոտ հակառակ երևանյան հիվանդություն ասում։ Շատ եմ սիրում եւ սկսում եմ շատ ինձ ոչ կոմֆորտի մեջ զգալ այլ երկրներում եւ շատ արագ ուզում եմ վերադառնալ տուն, Հայաստան, Երևան։ Չնայած որ գիտեմ բնություն էլ ես շատ սիրում։ Շատ եմ սիրում։ Հայկական բնությունն եմ սիրում։ Ես մի փոքրիկ նվեր եմ ուզում քեզ տալ իմ սիրելի գործընկերոջ կողմից, հետո կտեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, կճաշենք եւ կզրուցենք։ Հերմե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը մի շատ հետաքրքիր արշավ է սկսել, որը կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Այսպիսով, այս կարգախոսով, չէ, տուն չեմ կներես չեմ կարող այս անգամ տուն նվիրել, բայց նվիրելու եմ մի բան, որը քո նոր տանը կամ քո նոր սրահին կամ ակադեմիային կարող է վստահաբար պետք գալ։ Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք կարգախոսով, այս գեղեցիկ հուշանվերը։ Քեզ շոկոլադներով զարմացնել չեմ կարող, իհարկե, բայց շոկոլադների հավաքածու եւ Վալան գրուպը առաջարկում է օգտվել կահույքի իր արտադրամասից 15% զեղչով։ Շատ բարձր որակի կահույք, նաեւ մասնագետները, դիզայներները, եթե չունես քո անձնական դիզայնը կահույքի համար, կօգնեն քեզ, որպեսզի ունենաս նոր կահույք քո նոր բնակարանի կամ նոր արտադրամասի կամ նոր խանութի կամ ակադեմիայի համար։ Գեղեցիկ դիզայն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Լիկա, նայ, քանի որ ես գիտեմ, որ քո կյանքում մի հատ էտապ է, երբ որ
դու հասել ես մի հատ կետի, որ ոչ միայն ապրում ես քո եւ քո ընտանիքի համար, այլ նաեւ շատ մարդկանց կյանք ես փոխում։ Այդ թեման ինձ շատ հետաքրքիր է։ Հիմա ես դրա համար առաջարկում եմ կարևոր թեման առանձնացնենք, տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ ու այդ դրա մասին խոսենք։ Թե դու որքան մարդու կյանք ես փոխել եւ ինչ ձևով։ Գնանք։ Հետաքրքիր է, գնանք։ Ես ամեն անգամ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է ել ավելի կատարելագործվում իմ սիրելի գործընկեր Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը։ Այս անգամ ես ինձ հետ կտանեմ ուղևորության Վալան գրուպ ընկերության ապակու գործարան եւ դուք կտեսնեք, թե ինչպես են պատուհանները պատրաստվում 0-ից մինչ ամենավերջին պահը։ Ես գտնվում եմ Վալան գրուպ ընկերության ապակիների արտադրամասում։ Բոլորովին վերջերս Վալան գրուպը հարստացրեց եւ հագեցրեց արտադրամասը նորագույն հաստոցներով եւ նյութերով։ Օրինակ, սա Best Makina հաստոցն է, որի շնորհիվ ստեղծվել է ապակեպաթեթների միջադիր պրոֆիլների, լայցերի, ճկման արագ եւ բազմաֆունկցիոնալ հնարավորություն իրականացնելու եռանկյուն, ուղղանկյուն, բազմանկյուն եւ կլոր ձևերի ճկումներ։ Ի դեպ, միջադիր պրոֆիլները լայցերը ոլորտի առաջատար իտալական Profil Glass ընկերության արտադրանքն է։ Մյուս հաստոցը գեր ժամանակակից համակարգ է, որը ավտոմատ կերպով ապահովում է միջադիր պրոֆիլների, լայցերի ներսում խոնավակ լանիչի, սիլիկագելի ճշգրիտ եւ հավասարաչափ ավելացումը։ Ես պատրաստելու եմ երկու ուտեստ, նախուտեստ եւ տաքուտեստ, առանց քաղցրավենիքի։ Ինչու, որովհետեւ ես գրեթե վստահ եմ, որ իմ սիրելի Լիկան ձեռնունային չի գալու եւ իր հետ բերելու է ինձ համար Lucky Desert Studio-ից շատ համեղ քաղցրավենիք, այնպես որ այդ գործը այս անգամ կթողնենք պրոֆեսիոնալներին։ Ինչ եմ պատրաստում սկզբի համար։ Պատրաստելու եմ լոլիկով շատ համեղ, հեշտ, էլեգանտ նախուտեստ։ Սկսեցինք։ Նախ անում եմ լոլիկի կեղևը։ Լոլիկը լցոնելու համար ինձ անհրաժեշտ է stracciatella պանիր։ Լավ է, որ արդեն հայ արտադրողները նույնպես ունեն այս համեղագույն պանիրը։ Ես ավելացնում եմ կանաչիների խյուս, արդեն պատրաստի տարբերակը ունեմ, որպես գաղտնիք ասեմ, դուք կարող եք ինչ կանաչի ուզում եք կտրատեք։ Եվ ունեմ հարած սև ձիթապտուղ։ Եթե նկատում եք, ես լոլիկի պոչիկը չեմ կտրում, որ ափսեի մեջ գեղեցիկ տեսք ունենա։ Ահա այսպես։ Հիմա պետք է անպայման փորենք մեր լոլիկը։ Դրա համար կտրում ենք։ Մենք ունեցանք ամբողջ պտղամիսը հեռացրած, կեղևը հեռացրած լոլիկ եւ պոչիկը թողած դեկորի համար։ Որպես գաղտնիք ասեմ, սկզբում կհանեք պտղամիսը, հետո նոր կգցեք հեռացրած ջրի մեջ եւ կհանեք կեղևը, որ հեշտ լինի մաքրել։ Հիմա լցոնում ենք stracciatella պանրով։ Պետք է շրջել։ Ձիթայուղ, մի փոքր աղ, մի քանի կաթիլ բալզամիկ քացախի սոուս։ Կաջան քո անձեռոցիկը որ խնդրեմ դու կվերցնես։ Գեղեցկություն, իսկապես ռեստորան։ Թեթև պարզ նախուտեստ, լոլիկով, եւ ներսում այդպես գաղտնիքներ կան, էլի մի քիչ, որը չի երևում, հա։ Առաջարկում շարունակենք Armenia Wine-ի տակար խաղուն գինո, որտեղ վստահ եմ շատ լավ համադրություն է լինելու եւ լրացնելու է մեկը մյուսին։ Փորձենք, կարծիքդ կասես, հետո կշարունակենք զրուցելը։ Չէ, բայց իսկապես հետաքրքիր է, ոնց է տեղավորել։ Այդ դա կիմանաս, եթե դիտես մեր հաղորդումը, որտեղ հաղորդման մեջ ամբողջ բաղադրատոմսը կա։ Ինչ գեղեցկություն էր։ Իսկ որտեղից դու գիտես այսպեսի հրաշալի բաղադրատոմսեր։
ստրաչետելապանիրը, հարած կանաչների խյուսով եւ ձիթապտղի խյուսով եւ վրան ուղղակի ձիթապտղի յուղը թեթև բալզամիկ քացախով սոուսով, այո, որը հետաքրքիր քաղցր նոտա կհաղորդի։ Իսկ այս այն դեպքերից է, որ առաջին հերթին այսպես աչքդ է ուրախանում, հետո շատ, հետո սյուրպրիզ ես տեսնում, կինդեր սյուրպրիզ։ Մեզ բարի ճաշ, բարի ընթրիք, Լիկա ջան, շատ ուրախ եմ, որ մենք միասին վայելելու ենք այս երեկոն։ Մեր հայկական ռեստորանները այսօր ես համարում եմ եւ իմ ընկերներով ովքեր դրսից գալիս են համարում են լավագույնը, որովհետեւ իսկապես որտեղ գնում են շատ համեղ են կերակրում, բայց քո ռեստորանը ես կարծում եմ ինձ մոտ Օй, Լիկա։ Առաջի տեղում է։ Էս ինչ կոմպլիմենտ ամերսի շատ։ Ես երբ որ տուրիստներ ունենամ, մենք անպայման գալու ենք ձեր տուն։ Նա իրականում այդ շատ հապկատակ ենք անում, համել այդպես որ ասեմ տուն ռեստորան, իհարկե որպես մեդիա նախագիծ է, բայց շատ-շատերը հատկապես ովքեր սփյուռքից են նայում, մտածում են իսկապես գործող տուն ռեստորան է եւ գրում են Հերմինե ջան, մենք 10 հոգով ուզում ենք գալ։ Ասում չի 10 հոգով չեք կարող գալ հիմա, բայց ուրախ կլինեմ, եթե հավանակ ծանոթանանք եւ այլն, ու այս վերջերս Իտալիայում փորփրեցի եւ գտա մի կնոջ, ով իսկապես տան մեջ ունի ռեստորան։ Ու եւ տանը վարպետության դասեր է անում եւ միասին շուկա են գնում հյուրերի հետ եւ այլն, ու մտածում ասում եմ, երևի մի օր կգա այդ ժամանակը, բայց այս պահին առաջարկում դեռ մեդիա նախագիծ մնա, Լիկա ջան, որ ես էլ հասցնեմ սիրելի հյուրերին այսպես դիմա։ Կհասցնես, դու տրամադրվի, որ շուտով ռեստորան ես ունենալու։ Երբ որ տրամադրվում ես, անպայման իրականացնում ես։ Մենտորը նրա մեջ արտնացավ, այն որ հույս է տալիս, ինչ որ ուզում է անպայման որ դու էլ հաջողության հասնես։ Լիկա, այդ բնավորությանդ գիծը ակադեմիայով է սկսել զարգանալ, թե միշտ այդպես է եղել, որ դիմացի մարդկանց անգլերեն բառ կա support ես արել, օգնել ես, որ իրենք էլ իրենց հաջողությունը գտնեն։ Դա մշտական այդպես գիծ է եղել, թե նոր ես բացահայտել քո մեջ։ Միշտ է դա եղել, դա պապայից է ինձ անցել։ Նույնիսկ շատ փոքր ժամանակվանից է եղել։ Դե ես շատ չեմ սիրում իմ մասին խոսել։ Արի այսօր սիրի, որովհետև այսօր նրա համար է, որ մենք խոսենք քո մասին։ Պատմի, պապայից է եկել։ Պապայից է եկել, նաև ոչ թե ես կանխագուշակում եմ, այլ ցանկացած քայլ, կարծես մի քանի ամիս առաջ տեսնում եմ։ Հիմա ես տեսա, որ դու ռեստորան ունենալու ես։ Ուզես թե չուզես։ Պարտավորեցի։ Եվ երբ որ ես ասում եմ ինչ-որ մի բան կատարվելու է, չգիտեմ թե էներգետիկ ուժեղ ինչ-որ մի բան կա, ես չեմ շատ խորացել, չնայած փորձել եմ հասկանալ դա ինչ է, բայց այնինչ ես ցանկանում եմ, այնինչ ես արդեն զգում եմ, դա կատարվելու է։ Տենց օրինակ ունես, որ եղել է, հիմա կարող ես։ Մի հատ լավ օրինակ եմ էլի ուզում։ Օ, այդ պիտի հիշեմ։ Նախ հենց ինքս ինձ լակին, հա, երբ որ տանը նստած էինք, ես հաշվիչը ձեռքիս, հաշվարկներ էի անում ու ասեցի մամա, պապա, նոր բիզնես եմ բացում եւ ամեն ամիս այսքան գումար պիտի վաստակեմ։ Հիշում ես ինչքան էր այդ սկզբի գումար, ինչքան էր։ Ասեմ։ Հա, 9 միլիոն։ Okay, դա խոսում են քանի տարի առաջվա մասին։ Դա 21 տարի առաջ։ Չեմ հավատում, որ 21 տարի է լաքին կա։ Մաման ու պապան ծիծաղեցին։ Ահա։ Բայց մի ամիս հետո լակին կար եւ լակին վաստակում էր 9 միլիոն։ Իսկ ինչքան ունեիր սկզբի համար։ Ոչ մի բան։ Դուխովկա ունեի, միքսեր ունեի տան։ Այսինքն նույնիսկ սկզբի համար ներդրվող գումարը որպես այդպիսին չունեի։ Չունեի։ Քեզ էլ պետք չի։ Եթե ուզում ես, ես քեզ թեթև կհուշեմ քայլերը ինչպես անես, որ ունենաս քո ռեստորանը։ Լավ, մի րոպե, շեղվում ենք մենք։ Արի մի հատ չշեղվենք, այդ անպայման կխոսենք, բայց ուզում եմ հասկանալ ինչու հենց, ճիշտ է, դու այս թեմայով շատ ես հարցազրույցներ տվել, բայց հիմա մի հատ այնպիսի փակագիծ բացեցիր, որը գիտեմ շատ տեղերում չի բացվել, էլի, այդ 9 միլիոնը չունենալը սկզբի համար եւ այլն, բայց
Ինչու հենց քաղցրավենիք, ինչու հենց այդ ոլորտը վերցրեցիր, որը կապ չուներ ընդհանրապես քո բնակավարի հետ։ Որովհետև չկար։ Ես սովորաբար ընտրում եմ այն գործը, այն բիզնեսը, որը որ չկա Հայաստանում։ Եվ այդ ժամանակաշրջանում դա 2004 թվականն էր, մեզ մոտ չկար արտադրամաս եւ խանութ։ Մինչև հիմա կարծեմ չկա, որտեղ հենց թխում են տեղում եւ վաճառում են։ Կարծեմ չկա։ Գուցե կա, բայց ավելի հացային, հա, կրուասանային նմանատիպ, բայց հենց թխված խմորեղեն տեղում տորտեր, դա ոնց որ դեռ չկա։ Գիտեիր ինչ ես անում, էլի, իսկ երբ որ այդ առաջին 9 միլիոնը հաշվարկներով հասկացար, որ չէ, փաստորեն հնարավոր է։ Ինչ ասեցին մաման, պապան։ Ուսում հիշես այդ պահը։ Հիմա ինչ-որ ժամանակ անցավ, հետո ասեցին ու հիշում էին, ասում էին դու հիշում ես դիկա կալկուլատորով որ ցույց տվեցիր 9 միլիոն, դե մենք 9 միլիոնին էլ անցանք։ Դե բնականաբար։ Ու միշտ դա էին հիշում, որ առանց ոչ մի բան, ընդամենը հաշվիչով մարդը նստեց, որոշեց, որ բիզնես է բացում եւ բացեց։ Խենթություն է, իրականում խենթություն է։ Մեր հարցազրույցը այսպես մի քիչ շեղվեց իր հունից, որ գլխիս մեջ կար, բայց լաքի մասին մենք խոսելու ենք, որովհետեւ ինձ հետաքրքիր է նաեւ այսօրվա լաքի մասին խոսելը, կոնկրետ հենց քաղցրավենիքի բաժնով, դա մենք թողնենք մեր հենց քաղցրավենիքի հատվածում, որ համ փորձենք, համ պատմենք դրա մասին։ Ես ուզում եմ անպայման խոսենք ակադեմիայից, խոսենք կրթությունից, խոսենք մարդկանց մասին, ում ճակատագրերը կարող են նոր կրթություն ձեռք բերելով փոխվել, ակադեմիայի գաղափարը ինչպես ստեղծվեց։ Ակադեմիայի գաղափարը ես ուզում եի արդեն սովորեցնել մարդկանց այն գիտելիքները, որ տարիների ընթացքում ձեռք էի բերել, արդեն կարծես լցվել էր եւ պիտի արդեն բաց թողեի եւ օֆլայն տարբերակով ունեի աշակերտներ Եվ մի օր դե կյանքը գնում է առաջ։ Օֆլայնը արդեն օնլայն է դարձել եւ դա մեզ համար բոլորիս համար սովորական մի բան է։ Եվ առաջ չէի գնա կմնայի օֆլայն տարբերակում, եթե չգային այդ հրեշտակները, ովքեր որ վերևից իջան եւ առաջարկեցին օնլայն տարբերակը բացել։ Այսօր մենք ունենք մոտ 1000 օնլայն ուսանողներ, որոնց 99.9%-ը պարզապես սիրահարված են այս գործին։ Արի մի հատ պրակտիկայի վրա հասկանանք, ինչպես են ընթանում օնլայն դասերը եւ ինչ դասերի մասին է խոսքը, արդյոք միայն քաղցրավենիքի ու տորթերի մասին ենք խոսում։ Օնլայն տարբերակը այսպես է, ցանկացած ժամի, ցանկացած վայր, որտեղ որ ունեն ինտերնետ եւ ժամանակ Այդտեղ միանում են եւ վիդեո տարբերակով ես մանրամասն բացատրում եմ եւ թխվածքների կուրս ունենք առանձին եւ ինչպես ստեղծել դեսերտ, քեզ դա շատ դուր կգայի։ Խնդրում եմ, դու գիտես, ես քեզ հիմա մի գաղտնիք բացեմ, սա գուցե նաեւ չգիտեն այն մարդիկ, ովքեր նայում են։ Իրականում ես ամեն անգամ, երբ որ իմ մենյուները կազմում եմ, դե բնականաբար կոնցեպտուալ մենյուներ եմ անում, որ առաջինը կապ ունենա երկրորդի հետ, երկրորդը երրորդի հետ, իմաստ ունենա, գաղափար ունենա։ Երբ գալիս է դեսերտի հատվածը, ես ոնց որ փոքր երեխա լինեմ, ուզում եմ նստել ու լաց լինել, որովհետև դեսերտը իմ ամենաթույլ կողմն է։ Ինչու, որովհետև ես գիտեմ, որ հատկապես խմորը դա գիտություն է, տեխնոլոգիա է, որին պետք է տիրապետել։ Հա, ես ամեն անգամ մտածում եմ ինչ-որ մի հետաքրքիր բան եւ այլն, բայց այդ քաղցրավենիքի հատվածը ուզում եմ լացեմ ամեն անգամ։ Հիմա արդյոք կարելի է իսկապես միայն քաղցրավենիքի համար ունեք վերցնել այդ օնլայն դասը։ Իհարկե, դու կարող ես ստեղծել կոնկրետ բազային դասը, որը որ նկարահանվել է, հենց քեզ համար է, որ դու ստեղծես։ Այսինքն դու նույն բաղադրատոմսը, ինչը որ ես այնտեղ բացատրում եմ, չես անելու։ Դու քոնն ես ստեղծելու։ Ես սովորում եմ ինչպես ստեղծել, որովհետև շատ բացվում են բաղադրատոմսերը, շատ պարզ եւ հասանելի են դառնում ցանկացած մարդու համար, լինի դա պրոֆեսիոնալ, լինի դա սկսնակ, լինի մարդ, որը պարզապես սիրում է, բայց երբեք չի քայլ արել։ Չնայած մենք դեռ ակադեմիայի մասին ամբողջովին չենք խոսել եւ գուցե մարդիկ չեն պատկերացնում դա ինչ կարեւոր է եւ ինչպես կարող է իրենց կյանքը փոխել, բայց ես առաջարկում եմ մենք հենց հիմա մի հատ հետաքրքիր անակնկալ անենք մեզ հետևող մարդկանց։ Մյուս անակնկալն էլ անենք այն մարդկանց, ովքեր հաղորդումը միջև վերջ կդիտեն։
թողնում եմ քեզ այդ բաժինը, որ դու ասես ինչ ենք պատրաստվում նվիրել։ Ուրեմն հիմա բոլոր քո հետևորդներին եւ իմ Instagram-յան, ովքեր որ գրանցված են եւ ինձ եւ քեզ, ինչու՞ չէ եւ նաեւ YouTube-յան։ Այո։ Մինչեւ դեկտեմբերի 15-ը բազային պրոդասը, որը որ ամենակարևոր դասն է, այստեղ բոլորը կարող են օգտվել 15% զեղչով։ Բավական մեծ զեղչ է։ Լավ, ուզում ես 20% զեղչով, 20 թողնի։ Լավ, նայեք, ես ես համար եմ պայքարում։ Ահա, մի քիչ լավ չնայես 20 դարձավ։ Եվ բոլոր նրանք, ովքեր հաղորդումը նայեն մինչև վերջ, կլինի արդեն նվեր։ Վերջում ես կհայտարարեմ նվերի մասին։ Շատ դուրս գալիս է այս խաղը։ Այնպես էլ բաց չթողնեք եւ եթե դեռ չեք հետևում Լիկայի Instagram-յան էջին, ապա անպայման հետևեք նաեւ իմ էջերին եւ YouTube-ի մեր ալիքներին բաժանորդագրվեք, որ վերջում էլ նվեր ստանաք։ Այս պահի նվերը արի մի հատ էլ հստակեցնենք 20% զեղչ։ Այո, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել թխել, պատրաստել, դեսերտներ եւ այլն, ամենակարևոր կուրսն է դա, 20% բոլորի համար։ Մինչեւ դեկտեմբերի 15-ը։ Եվ եթե քո Instagram-ի էջին ուղարկում են Հերմինե պրոմո կոդը։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Նայեք, ամեն ինչ ձեզ համար։ Շատ լավ, շնորհակալություն նվերի համար, ես ինքս շատ շոյված եմ։ Հիմա անդրադառնանք on-line-ի եւ դասապրոցեսին ինչպես է ընթանում։ Մարդը գնում է դասը, որը ունի ինչ բաժիններ։ 0-ից մինչև արդեն ամենաբարդ նույնիսկ տորտ կառուցումը, տորտերի դիզայնը, տարբեր կուրսեր են։ Հիմա մենք նաև պատրաստվում ենք, արդեն նկարել ենք եւ պատրաստվում ենք արդեն թողարկելու նոր դասընթաց, որտեղ սովորելու են քանդակել, տեխնիկագործություն, մաստիկայից։ Այսինքն տորթերի վրա որ դրվում են այդ տիկնիկների մասին է խոսքը։ Դա էլ առանձին մասնագիտություն է, ոնց հասկանում եմ։ Մեր ակադեմիայում ունենք բաժիններ։ Իհարկե ունենք ուսանողներ, երբ որ մեկ կուրսը վերցնում են, սիրով անցնում են մնացած կուրսերը, որովհետև այնքան հագեցած է ինֆորմացիայով, որ ուզում են մյուս ինֆորմացիան էլ ենթադրենք տորտերի կառուցման եւ ամեն ինչ, այդպես ինստիտուտի մեջ, այսպես ասեմ, որ ավելի պարզ լինի, ուսանողներս բոլոր կաբինետներով անընդհատ պտտվում են։ Եվ ունեն անմիջապես շփում ինձ հետ։ Երբ որ առաջանում է որևիցե հարց, ապա մենք ունենք Telegram-յան խմբեր, տարբեր, ես ունեմ տարբեր լսարաններ, որտեղ որ անմիջապես հարցը հնչում է ձայնայինով, գրված, ֆոտոյով, վիդեոյով, դա կապ չունի եւ մենք միասին շփվելով շտկում ենք։ Ես լսում եմ քեզ ու իմ այսպես հիացմունքը սահմաններ չունի, գիտես ինչու, որովհետև մարդը կարող է լինել հաջողակ բիզնեսմեն եւ մնա դասական այսպես իր դիրքի մեջ բիզնես ոլորտում, բայց ինձ դուր է գալիս, որ դու փաստորեն նաեւ օգտագործում ես բոլոր ժամանակակից մեթոդները, կիրառում ես բոլոր գործիքները, այսպես լայն գործիքակազմով մտել ես եւ կարողանում ես հաջողություն գրանցել նաեւ արդեն մեր ժամանակներին այսպես համահունչ։ Ինչ որ մեկը քեզ հուշում է այդ ամեն ինչը, թե այսպես ներքին զգացողություն կա, որ պիտի ժամանակից հետ չմնալ եւ դա ինչպես անել։ Հուշում է ինչ որ մեկը նա տեսանելի չի, դա իմ ինտուիցիան է։ Իմ ինտուիցիան, ես ասացի, մի քանի ամիս, մի քանի տարի առաջ է արդեն հասկանում, ոչ թե կանխատեսում, այլ հասկանում ինչ է լինելու։ Ինչ է պետք անել, ով ինչի է հասնելու։ Եվ ավելի մի հետաքրքիր բան էլ ասեմ նաև, թող բոլորը իմանան, որ մենք արդեն պետության կողմից երաշխավորված ենք եւ մեր ուսանողները անցնելով մի քանի դասընթաց, ընդամենը 3 դասընթաց, կարող են նաև ստանալ պետական հավաստագիր։ Այո։ Լիկա, ուզում եմ նաև ուսանողների աշխարհագրությունից խոսել։ Այ որտեղից են մարդիկ գտնում, հիմնականում ովքեր են դիմում։ Մեղրից մինչև Ամերիկա, այսպես ասեմ, շատ մեծ է, համարյա ամբողջ աշխարհով։
Այս պահի դրությամբ կարող ես մոտավոր ասել քանի ուսանող եք ունեցել։ Մոտ 1000 ուսանող ունենք աշխարհի տարբեր ծայրերում, նաև ունեմ ուսանողներ, ովքեր արդեն իրենց բիզնեսով են զբաղվում, ունեմ ուսանողներ, ովքեր առաջի քայլերը տանից են սկսում եւ առաջի քայլերը արդեն այնքան պրոֆեսիոնալ են։ Պատկերացնում եք, ինչքան ինֆորմացիա են ստանում, որ առաջի քայլերը պրոֆեսիոնալ են։ Որ ես նայելով իրենց աշխատանքները, պարզապես զարմանում եմ, ասում եմ, մի քանի օր առաջ դեռ չգիտեր սերուցքը ինչպես են հարում, այսօր ինքը այնպիսի տորթեր է պատրաստում, որ Զարմանալի է։ Ինչպես ես եմ պատրաստում։ Ինչի համար է դա պետք։ Հիմնականում կանայք են հավանաբար դիմում։ Հա, ունեմ ընդամենը մեկ տղամարդ։ Ինչի համար են հիմնականում կանայք դիմում։ Արդյոք նոր կրթություն, նոր գիտելիք, նոր մասնագիտություն ստանալու ուժն է, թե ինչ որ մի ուրիշ շերտ կա, որը գուցե այսպես շոշափելի չի եւ դու վերլուծության արդյունքում ես եկել այդ մտքին, որ այս բանի համար են նաեւ մարդիկ դիմում։ Տարբեր իհարկե մարդիկ կան իհարկե որոնք ովքեր ուզում են բիզնեսով զբաղվել, ովքեր ուզում են իրենց առօրյայից կտրվեն, ովքեր որ տանը նստած են, ամուսինը երբեք չի թողել աշխատի, շատ մեծ դժվարությունով մեր թիմը կապվում է նաև ամուսնու հետ, խոսում է ամուսնու հետ, որովհետև կինը դիմել է եւ մենք հետադարձ կապ ենք հաստատում եւ հասկանում ենք, որ ասում է ես դեռ չեմ ուզում եւ այլն, հասկանում ենք, որ այստեղ խնդիր կա, կամ ֆինանսական, որը որ լուծված է, կարող է մաս վճարել, կամ ամուսնու խնդիր է։ Եվ երբ որ մենք արդեն 2-3 րոպե զրուցում ենք, արդեն թիմը արդեն հասկանում են, որ այստեղ կա ամուսին, որը որ չի թողնում։ Եվ մեծ ջանք թափելով, շատ կիրթ բացատրելով կարողանում ենք ճեղքել եւ կնոջը տալ ուսուցում, որովհետեւ կան ամուսիններ, ովքեր չեն ուզում իրենց կանայք լինեն կայացած, ունենան գիտելիքներ, ունենան կրթություն, այո, մենք դա տեսել ենք մեր աչքով, զարմանում ես, բայց մենք հանդիպել ենք նման դեպքերի եւ նույնիսկ ունեմ մի կին, ով նույն խնդրի առջեւ կանգնած է եղել, նաև ունի աշխատանք, այսօր աշխատում է եւ աշխատում է հենց ինձ մոտ։ Բրավո։ Այո։ Ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում եւ ինչպես բարիգալուստի ժամանակ ասացի, որ սա փոխում է մարդկանց ճակատագրերը։ Միանշանակ։ Դու կարողանում ես ոգեշնչել, կարողանում ես մարդկանց մեջ հավատ առաջացնել, որ իրենք կարող են փոխել իրենց կյանքը, մտերիմների կյանքը։ Ճիշտ է իմ վերլուծությունը։ Իհարկե ցանկացած մարդ, ով ունի մասնագիտություն եւ այնպիսի մասնագիտություն, որը որ այսօր պահանջված է եւ դեռ լայնանում է պահանջը, միանշանակ նա հետագայում արդեն ունի իր կայուն տեղը բիզնեսում, որովհետեւ նույն ես փնտրում եմ աշխատողներ ժամանակ առ ժամանակ եւ փնտրում եմ արդեն իմ աշակերտների մեջ։ Սա նաև դարբնոց է, լավ իմաստով, դարբնոց է։ Այո։ Երբ որ մարդիկ սովորում են, արդեն կայացած, նաև սերտիֆիկացված, արդեն կարող են հանգիստ աշխատել, ստեղծել իրենցը, նաև պատրաստել տանից, սկսեն, ես նաև խորհուրդ եմ տալիս, դու սկսի տանից, հարևանին նվիրի, տես ինչ արձագանք է ստանում, մյուսին նվիրի, երբ որ նրանք փորձեն, համտեսեն, կպատմեն մեկ ուրիշին, մեկ ուրիշը խորհուրդ կտա, տեսեք ինչ համեղ էր տխում եւ այսպես կգնա քո բիզնեսը, ինչպես որ գնաց իմը։ Լիկա, բացի ֆինանսը, որը անշուշտ վաստակում ես ակադեմիայից եւ ուսանողներից, բացի ինքդ քեզ համար մասնագետներ պատրաստելը, ինչն է ուրիշ մղում քեզ, որ դու ներդնում ես քո էներգիան, ժամանակը, գիտելիքը, ինչի համար ես դա անում։ Հերմինե, հետաքրքիր հարց է, ես ծնվել եմ, որ սովորեցնեմ, դա է իմ միսիան, ես դա միսիա եմ համարում, եւ երբ որ ես մի օր հասկացա, որ լցված է իմ մեջ ինֆորմացիան, ուրիշ մարդ լինեի, երևի ես դա կպահեի իմ մեջ, ես հասկացա, որ լցված է եւ պիտի դուրս գա,
Եվ երբ որ ես առաջին անգամ սկսեցի սովորեցնել իմ առաջի աշակերտներին, ես հասկացա, որ ես ամբողջությամբ գաղտնիքներն եմ արդեն ասում։ Այն գաղտնիքները, որը ունի լակին, հասկանում եք, որը որ պահել եմ, որ չէ, սա մերն հանկարծ ոչ մեկ չիմանա, բայց ես իմ ուսանողներին այդ գաղտնիքները տվել եմ։ Ու ես հասկացա, որ ես հենց դրա համար եմ ծնվել, որպեսզի բաժանեմ, որպեսզի սովորեցնեմ եւ տամ։ Բրավո։ Ինչ ասեմ, ավարտենք մեր նախուտեստը եւ անցնենք տակուտեստին։ Էներգիայի այնպեսի sense ալիք է եկել վրաս, որ չգիտեմ ուրիշ ինչ բառերով պիտի ավարտենք այս բաժինը։ Միայն կարող եմ ասել շնորհակալություն, իսկապես շնորհակալություն բոլոր այն մարդկանց փոխարեն, ովքեր մեկը Մեղրիում նստած, մեկը հավանաբար Տավուշի ինչ որ փոքր գյուղում նստած եւ հավատացել է, որ կարող է իր կյանքը փոխել, նոր մասնագիտություն սովորելով, նոր մարդկանց հետ շփվելով, նոր հորիզոններ բացելով։ Շնորհակալություն քեզ դրա համար։ Ես եմ շնորհակալ եւ մի բան էլ ասեմ, ես իմ ամենաառաջի աշակերտը, ով եղել է տղա, որը եղել է 2003-2004 թվականին, տղան մեկնեց Փարիզ, եւ ես վերջերս իմացա, որ իմ առաջին աշակերտը այսօր Փարիզում աշխատում է շատ հայտնի հրուշակագործարանում, որպես գլխավոր կոնդիտոր։ Գալիս եմ։ Բրավո։ Պատրաստելու եմ իմ ամենասիրելի ձկներից մեկը՝ Սիբաս, այս նրբագեղ համով ձուկը, իհարկե շատ դժվար է գտնել։ Ես իհարկե վստահում եմ միայն Food Republic ընկերությանը, որովհետև գիտեմ, որ ձկները գալիս են հատուկ պայմաններում, պահվում են հատուկ պայմաններում եւ մեզ են հասնում թարմ վիճակում։ Ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ գեղեցիկ Սիբաս է ինձ եկել։ Նույնիսկ այստեղ այսպես ասած անձնագիր կա, որի վրա նշված է քաշը եւ երբ է ինձ հասել, խնդրում եմ ֆիքսեք գեղեցկությունը եւ հերմետիկ այսպես փակված թարմ վիճակում foodrepublic.am կայքի միջոցով կարող եք պատվիրել կամ զանգահարել 055 550 010 հեռախոսահամարով, ես 2 Սիբաս ունեմ։ Իդեպ ձուկը ինձ ուղարկել են մաքրած վիճակում, իսկ ես հանել եմ միայն մսային հատվածը ոսկորներից եւ փշերից ազատել եմ, այսպես ասած ֆիլեն եմ հանել։ Հիմա արդեն պատրաստում եմ սոուսը։ Դուք տեսնում եք այստեղ կանաչիների փունջ, ինձ սկզբի համար պետք է անանուխ, մաղադանոս, նախընտրել են իհարկե տերևները միայն։ Ավելացնում եմ սխտոր, ավելացնում եմ կապար, քերում եմ կիտրոնի կեղև, կիտրոնի հյութն եմ քամում, ձիթայուղ, աղ եւ պղպեղ։ Հիմա մեր պատրաստած սոուսով պատելու ենք ձկան ֆիլեները։ Հիմա տաք թավայի մեջ տապակում ենք ձուկը, ձիթայուղ է մեջը եւ ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ ձուկը տապակում ենք առաջինը այս կողմով։ Գնացինք։ Խորհուրդ եմ տալիս շատ չչորացնել ձուկը։ Հետը մատուցելու եմ համեմը, համեմված աղով, լիմոնով եւ բուսայուղով։ Այսքան բան։ Մենք փորձելու ենք իմ ամենասիրելի ձկնատեսակներից մեկը Սիբաս, շատ արագ պատրաստված, հուսամ հյութալի է մնացել, չեմ չորացրել եւ պարզ բաղադրիչներով, որովհետեւ ես գիտեմ, որ մենք երրորդը դեռ ունենք քաղցրավենիք նրա համար, որ քաղցրավենիքի համար էլ տեղ թողնենք եւ իհարկե հետո առաջարկում եմ վայելենք թարիրի սպիտակը, որը հրաշալի է համադրվելու ձկան հետ։ Շատ ախորժելի տեսք ունի, Էրմինե, հոտը։ Ես էլ չեմ համբերում, դու երբ ես փորձելու։ Ես էլ եմ ուզում արդեն փորձել։ Դե ինչ, բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ես սկզբից հոտն եմ քաշում, արդեն համը հասկանում եմ։ Չէ, դու ռեստորան բացեցի։ Դե եթե դու տեսել ես, ես էլ ոնց կարող եմ քո տեսիլքներին չհավատալ։
Այն 9 միլիոնը ոնց որ ասած տպավորվել է, էլի մոտս, որ եթե դու տեսել ես, ուրեմն եղել է սա էլ է լինելու։ Տեսիլք չի։ Հա, չէ, հասկանում եմ, որ տեսիլ չի։ Ինտուիցիա, այո, ինտուիցիա։ Թե չէ կմտածեն, որ ես ոնց որ դու մինչև հաղորդումը ասեցիր, որ հուկ եմ։ Դե ես չգիտեմ ուրիշ ոնց է հնարավոր այսքան երիտասարդ մնալ, այսքան գեղեցիկ մնալ, այդ հաստատ ինչ որ մի բան կա, էլի, խառնված։ Կապեր կան, այո։ Ես արդեն, քանի որ 3 հեռախոսով մի թեթև քննարկում ունեցանք, եւ դու ինձ ասացիր, որ դու ամուսնացած ես, ես ամենասկզբից հայտարարել եմ արդեն, որ Լիկա Մեսրոպյանը ամուսնացած է, բայց ինչպես այդ դրա մասին չգիտեի եւ հիմա պիտի խնդրեմ դու պատմես։ Լիկա Մեսրոպյանը ամուսնացած է։ Միշտ եղել է ամուսնացած։ Վերջերս, այսինքն նկատակ եմ արել ինչ որ չափով, բայց ճշմարտություն կա։ Չեմ հասկանում։ Ամուսնացած լինելու կատակովը ո՞րն է, Լիկա ջան, իմ հիշելով ամուսնացած կամ լինում են կամ չեն լինում, դրա կատակը ո՞րն է։ Այ Հերմինե։ Չէ, իրականում ես ոչ թե ամուսնացած եմ, այլ նվիրված եմ։ Նվիրված եմ եւ միակ իմ սերը, բացի Արամից, իմ որդուց եւ իմ ընտանիքից, դա իմ Լակին է։ Լավ էլի Լիկա, какой скандал пропадает։ Փաստորեն դու ինձ երեկվանից սենց անհամբեր սպասեցնել ես տվել, ես էլ գիտեմ, ես էքսկլյուզիվ ինչ որ նորություն եմ ասել։ Ասեցի անձնական կյանքից պիտի խոսենք, ես էլ ասեցի խոսենք։ Ամուսնացած եմ։ Այո։ Բայց ամուսնացած ես փաստորեն, ոնց հասկացա։ Իմ գործին։ Անհետաքրքիր մարդը դուրս եկար։ Ես ավելի հետաքրքիր բան եմ սպասում։ Իրականում այլևս նման սխալ քայլ չեմ անի իմ կյանքում։ Դրա համար ավելի լավ է ցանկացած կին, ով իրականում չի երջանկանում, այդ որ մտածում եք ամուսնանալու եք երջանիկ լինեք, այդ 90 չէ, այդ երևի աշխարհում 0.00001%-ի հետ է պատահում, հա։ Քանի որ ես վերջ փակված է թեման, նման սխալ այլևս չեմ գործելու, ես ինձ նվիրել եմ, իմ կյանքը նվիրել եմ իմ բիզնեսին, դա նորմալ է։ Բայց ես հասկանում որ ունեցած փորձի հիման վրա այս եզրակացությանը եկել։ Բայց կյանքը շատ լի է անակնկալներով, հա, այն սկզբից Kinder Surprise-ի մասին որ խոսում էինք, այդ Kinder Surprise-ը այնուամենայնիվ կա, էլի, այս աշխարհում, ու դու երբեք չգիտես։ Այս աշխարհում գուցե կա, Հերմինե ջան, բայց Հայաստանում հաստատ չկա։ Ինչու։ Որովհետև մեր հայկական այդ մենթալիտետը, մեր հայ տղամարդկանց կրթությունը, ոչ թե գիտելիքները նկատի ունեմ, այլ կրթությունը կյանքի նկատմամբ, կրթությունը կնոջ հետ վարվելու նկատմամբ։ Ընտանիք ունենալու։ Այո, ընտանիքը գնահատելու, հասկանալու, սիրելու, փայփայելու, դողալու, հա, այդ կրթությունը չկա մեր հայ տղամարդկանց մեջ։ Իսկ ես քանի որ օտար ազգ չեմ ընդունում, փաստորեն Հայաստանում բոլոր մամաները դաստիարակեցին այսպիսի տղաներ, տարիներ շարունակ, հա, խոսենք դրա մասին։ Ինչպիսի տղաներ։ Սխալ տղաներ։ Հիմա չեմ ուզում շատ բացվել, որ նախ մենթալիտետը, հա, որ տղամարդը մտածում է, որ առաջի վատ բանը, որ տղամարդը մտածում է, որ ինքը տանը իր խոսքը պիտի անցնի եւ վերջ։ Կինը խոսելու տեղ պիտի չունենա։ Սա մեծ խալ է։ Այսինքն արդեն դու գցում ես կնոջդ մի իրավիճակի մեջ, սա կոնկրետ իմ մասին չի խոսքը ժողովուրդ, սա ընդհանուր մեր հայ հասարակության տղամարդկանց մասին է խոսքը։ Կնոջդ արդեն գցում ես այնպիսի վիճակ, դնում ես այնպիսի վիճակի մեջ, որ քո կինը արդեն ոչինչ է։ Դու խոսելու իրավունք չունես, դու աշխատելու իրավունք չունես, դու կարճակնելու իրավունք չունես, այսինքն ոչ կայացած տղամարդկանց քայլեր։ Կայացած տղամարդիկ գուցե կան Հայաստանում, բայց շատ քիչ են։ Ես ամենայն դեպս իմ 50 տարիների ընթացքում
շատ քիչ եմ տեսել կայացած տղամարդ, որ այո, դու իմ կինն ես, դու կարող ես հագնել կարճ, եւ ես այնքան եմ ինձ վստահում, ենթադրենք, սա հիմա փոքր օրինակ է, ես այնքան եմ ինձ վստահում, որ իմ կինը կարող է իմ կողք անել ամեն ինչ, ինչ չափի մեջ է, սահմանների մեջ է։ Իսկ քո անձնական փորձը ինչու է քեզ բերել այս եզրակացությանը։ Սա հենց ինձ on-line դասերի արդյունքն է, հասկանում եք, քանի որ մենք շփվել ենք բազում մարդկանց հետ եւ ես տեսել եմ մարդիկ ինչ խնդրի առջև են կանգնում եւ նաեւ ունեմ շրջապատում շատ մարդիկ, որ բոլորին անպայման հարցնում եմ, ասում եմ դու քո ամուսնական կյանքում երջանիկ ես եւ բոլորի պատասխանը լինում է այսպես։ Ես գիտեմ ընդամենը 2-3 հոգի, որ երջանիկ են, իսկապես երջանիկ են։ Այն էլ մեկը քույրս է, ում ամուսինը ապրել է եւ կրթվել է եւ դաստիարակվել է Ռուսաստանում, դրսում։ Չեմ գովում իհարկե Ռուսաստանը, բայց այնտեղ հայրը հայ է, մայրը ոչ։ Հետո գիտես նաև մասնագիտությունը կապ ունի, դասական երաժշտություն, օրկեստրներ, նվագախմբեր, ճանապարհորդություններ, իհարկե այս ամեն ինչ իրենց հետքը թողնում են։ Նա երբ ասում ես, որ մայրերը դաստիարակել են եւ մեծացրել են այսպիսի որդիների, հիմա մի մամա էլ դու ես։ Ես եմ մի մամա։ Որ տղա է մեծացնում։ Այ ուզում հասկանալ ինչն ես փորձում այնպիսին անել, որ հետագայում ինքը խնդիր չդառնա մեկ այլ քեզ նման կնոջ համար։ Առաջի բանը, որ ես անում եմ, նա երազում եմ, որ իմ տղան ունենա մեկ ընտանիք, սիրի, միասնական լինի իր ընտանիքի հետ, չընկնի դրսերը, աչքը դուրսը չլինի, հենց այսօր առավոտյան ես իմ տղայի հետ այսպեսի մի խոսակցություն եմ ունեցել։ Արամ, ես երազում եմ, որ դու լինես երջանիկ, իսկ ինչ է նշանակում երջանիկ։ Երջանիկ նշանակում է, չէ, բայց բացատրում եմ, որ մեծանաս։ Հիմա չարժի Արամ ջան, 12 տարեկան մի քիչ շուտ է։ Դու հիմա երեխա ես, դու երբեմն սխալներ ես թույլ տալիս, բայց այ որ մեծանաս, արդեն ընտանիք ստեղծես այստեղ, ես չէի ուզենա, որ դու սխալներ թույլ տայիր։ Նախ դու պետք է ամուսնանաս մեկ անգամ, ընտրես այնպիսի կին, ում հետ կլինես հավերժ, այստեղ ոչ թե իմ ճնշումն է երեխային, հա, որ մի անգամ կամուսնանաս, ազատությունից ես իրան զրկում եմ, հա, այլ փորձում եմ իր ուղեղի մեջ մտցնել այն, ինչ ինքը չի տեսել։ Նայ, դա արդյունքն է, որը դու ուզում ես տեսնել։ Բա դրան հասնելու ճանապարհը ո՞րն է, ով պիտի սովորեցնի։ Հիմա տես, խոսելը, անընդհատ երեխայի հետ խոսելը, նախ տղաները, տղամարդիկ չգիտեն ինչ է նշանակում ճիշտ, ինչ է նշանակում սխալ։ Շատ տղամարդիկ կան մեր հասարակության մեջ, որ ճիշտը սխալից չեն տարբերում։ Այ դու ասում ես մի բան, որ բոլորի սրտով է, բայց մենք հասկանում ենք, որ արական սեռի ներկայացուցիչները հիմա որ լսում են այս դիալոգը, հիմա այսպես ներսից կոնֆլիկտ է առաջանում։ Դե դրա համար որ բոլորը գիտեն, բայց երբ որ տղամարդկանց հետ նաև նստում ենք այս թեմայի շուրջ խոսում ենք, հենց տղամարդիկ ասում են ճիշտ ես ասում, ճիշտ ես ասում։ Բայց իհարկե սթափ նորմալ տղամարդիկ ոչ թե իսկ ովքեր որ նեղվելու են, կարող են պարզապես մտածել։ Թեկուզ մտածել, ինչ ասում ես մարդը, ինչի մասին է խոսում։ Սրա մասին շատ քիչ է խոսվում, սրա մասին փորձում են մարդիկ բացեբաց չխոսել, խոսում են տանը, նեղ շրջապատում, հա, բայց ես հիմա շատ հանգիստ ուզում եմ առհասարակ խոսել, որովհետև այդ երևույթը տարածված է, բաժանությունները տարածված են։ Խնդրում եմ մենակ թե ինձ չհոշոտեք։ Հա, չէ, ինչ ես խոսում եմ, ես չեմ խոսում իմ անձնական կյանքի մասին։ Իմս ուրիշ թեմա էր, իմի մասին ես խոսել եմ եւ այլն։ Ես խոսում եմ առհասարակ այն տղամարդկանց եւ կանանց մասին, ովքեր որ շրջապատում են ինձ, իսկ նրանք շատ են։ Նախ երեխային պետք է սովորեցնել ճիշտը եւ սխալը տարբերել։ Հետո միևնույն է, երեխան շփվելու է տարբեր մարդկանց հետ, նորից այդ մենթալիտետը, որը որ փորձում ես հանես երեխայի ուղեղից, մտնելու է մեջը, որովհետև իր շրջապատի ընկերները լինելու են այդպես մտածող։ Երջանիկ է այն ընտանիքը, որտեղ կա ազատություն եւ որտեղ կա փող վստահություն միմյանց հանդեպ։ Եթե չկա այդ վստահությունը, իսկ 99%-ի մեջ չկա, որովհետև կոմպլեքսներ են, որովհետև մարդիկ կոմպլեքսավորված են, իրենք իրենց չեն հավատում։ Այ երբ որ այդ ինքնավստահությունը, հավատքը իրենց հանդեպ
լինի մտնի տղամարդու մեջ, արդեն կլինի ինքը հասուն տղամարդ, որը որ սխալներ չի գործի իր կյանքում եւ իր կնոջ, իր ընտանիքի հանդեպ։ Եվ երիտասարդ ժամանակ սիրեցինք, ամուսնացանք, այդ սիրահարվածությունը տարավ ամուսնության, 3-4 տարի հետո այդ ամուսնությունը դառնում է արդեն բաժանություն։ Որպեսզի դա չլինի, հենց իմ ասած դա կյանքի ճիշտ կրթություն, կյանքի ճիշտ դաս, որը երիտասարդի մեջ դեռ չի կարող, ինքը չի ապրել այդքան, որ իմանա։ Դա համար շատ կարևոր է մամայի, ոչ թե պապայի, մամայի խոսքը, որդուն։ Պապայի, որովհետև պապան ինքը արդեն սխալ է։ Պապան արդեն իրան սխալ են դաստիարակի։ Հիմա որպեսզի մաքրվի, փոխվի այս ամեն ինչը, մամաները պետք է վերցնեն իրենց ձեռքը։ Ես կարող եմ ցույց տալով պապային, ներողություն պապային, բալես նայ պապային մենք շատ սիրում ենք, պապան լավն է, բայց ինչի է պապայի մոտ ամեն ինչ սխալ, ինչի պապայի մոտ, ենթադրենք, ես հիմա օրինակ եմ բերում, հա, ինչի պապայի մոտ չի հաջողվում իր գործը, որովհետև հենց հիմա բազմոցին նստած է, այնինչ պիտի գնար, ենթադրենք աշխատեր, ասես մի քիչ նուրբ է երեխային պետք է, ոչ թե միանգամից։ Եվ բոլոր թեման։ Այս քո ասածից կարող եմ ենթադրել, որ ինչ որ իմաստով գուցե նաև մի քիչ էլ լավ է, որ Արամին մենակ ես մեծացնում։ Հա, իհարկե շատ լավ է։ Այո, լավ է։ Ես Արամը 40 օրեկան էր, ես այդպես ուզեցի, որ մենք մնանք մենակ։ Որովհետև ամեն դեպքում Արամս ունի հրաշքայր, շատ լավ հայր, միշտ Արամի կողքին է, բայց ամեն դեպքում այդպես ստացվեց։ Եվ կան դրա դրական կողմերը, ինչպես հասկանում եմ։ Դրական կողմեր կան, դրական կողմեր։ Ես առհասարակ ամեն ինչի դրական կողմն եմ միշտ տեսնում։ Ես նույնիսկ վատի դրական կողմն եմ տեսնում։ Եթե կյանքի ճանապարհը քեզ այդպես է ուղղորդում, որ դու պետք է մենակ քո երեխային մեծացնես, ապա այդպես պետք է, այդպես պիտի լիներ, դա գրված է։ Ես հավատում եմ ճակատագրին։ Ես չգիտեմ, կան իհարկե վերջերս խոսել եմ հոգևոր ներկայացուցիչի հետ, հոգևոր աշխարհի, ով ասում է ճակատագիր գոյություն չունի, կարմա գոյություն չունի։ Այստեղ ես կարող եմ վիճել։ Այդ դեպքում ես իմ կյանքը տեսնելով, որ ամեն ինչ գծագրված է եղել մինչև այսօր, եւ երբ որ ես նայում եմ հետ, ես հասկանում եմ այսա հենց հիմա կատարվեց նրա համար, որովհետեւ այնտեղ ես ինչ որ սխալ գործեցի։ Սխալներ Կամ ինչ որ մի ձև գործեցի։ Հա, օրինակ։ Հա։ Դրա համար տեղի ունեցավ սա։ Դա ինչ է, դա հենց ճակատագիրն է։ Ես գրեցի այս պահին անցյալում այն, ինչ պիտի լինի հետո։ Իհարկե։ Եվ այնուամենայնիվ լինում են պահեր, որ այդ գրքերում կարդացած, մեր կարդացած ուժեղ ուսի կարիքը զգում ես, ու ուզում ես թույլ լինես մեկ-մեկ էլ։ Իհարկե, կինը ստեղծված է նրա համար, որպեսզի այդ ուսը լինի, եւ ուսը ստեղծված է նրա համար, որ հենվեն։ Մեկը հենվի, բայց հենց այս ընդհանուր մեր, չգիտեմ, թե դա մենք ապրել ենք մուսուլմանների հարևանությամբ, թե չգիտեմ որտեղից է գալիս, բայց ինչ որ մի բան կա, որը որ թույլ չի տալիս, որ ընտանիքները լինեն լիարժեք երջանիկ, հայ ընտանիքները։ Մի թեմայի մասին ես խոսում, որը բոլորս լուռ համաձայն ենք եւ այո, ցավոք սրտի, մեզանից յուրաքանչյուրը այսօր որ փորձի վերլուծել կհասկանա, որ իրեն շրջապատող շատ քիչ ընտանիքներ կան, որտեղ ամուսինները զույգ են եւ ունեն իսկապես լավ ընտանիք։
Բնականությունն է Բայց եւ հաճելի է, ցանկանանք, որ սրա մասին նաեւ բարձրաձայնում են մարդիկ, անկախ նրանից որքան կքարկոծվեն, միևնույնն է չեն վախենում եւ բարձրաձայնում են եւ փորձում են իրենց երեխաներին սովորեցնել այս ամեն ինչը։ Բրավո քեզ։ Վստահ եմ, որ Արամը մեծանալու է հենց այն տղամարդը, որի մասին երազում ես։ Աստված գիտի, չգիտեմ։ Հենց այսօր Հերմինե, հենց այսօր ես ունեի մի հրաշք աշխատողուհի, ում ամուսինը չէր թողում, որ նա աշխատեր, աշխատեց աղջիկը մոտ 2 ամիս, բայց ամուսինը հասավ իր նպատակին։ Աղջիկը այսօրվանից չի աշխատում։ Եվ վստահ եմ այդ նույն ամուսինը այնպես չի, որ այնպես է պահելու այդ աղջկան, որ ասի դու աշխատելու կարիք չունես։ Եվ գիտեք ինչ հետաքրքիր մեթոդով աղջկան հանեց, աշխատավարձի, որ դու քիչ ես տանում։ Նոր ընդունված աղջիկը, որը որ դեռ պիտի քայլեր անի եւ կամած ձեռք բերի իր ստաժը, այո, հմտությունը։ Մի բան էլ ինքը պիտի վճարի, որ անցնի փորձաշրջանը եւ սովորի։ Իհարկե, աշխատավարձդ քիչ է, դուրս արի։ Թեմա էր, պարզապես թեմա էր պետք։ Դա մենք հասկանում ենք։ Թող լինեն բոլորը երջանիկ եւ թող մեր տղամարդիկ մի քիչ փոխվեն, արդեն ժամանակն է։ Այո, միանում եմ քո ցանկությանը։ Դարարամ, եկավ իմ ամենասիրելի պահը։ Լիկա, հիմա ուզում եմ մի հատ ներկայացնենք ինչ կա տուփի մեջ եւ դնենք արդեն ափսեի մեջ եւ դու ինձ հյուրասիրես։ Տուփի մեջ կա գանձեր։ Այո, ինչ հաճելի։ Սա նոր տեսականի է, եթե նկատում ես նմանատիպ Այո, սա նոր է ծնվել, կանաչ տեսակը։ Իսկ ինչու է կանաչ։ Որովհետև իր մեջ խմորը սպանախով է։ Եվ այնտեղ կա հապալասի միջուկ։ Այստեղ սա նոր տեսականի է։ Ոնց եմ սիրում շոկոլադ։ Էս իմն է։ Շուտ եմ ասել։ Սա նոր տեսակ է, սա նոր տեսակ է, եթե կարող ես հանի։ Այո։ Թղթիկից Սա ես պատահական եմ ստեղծել բոլորովին եւ դարձել է իմ ամենասիրելին, անգամ անունը դեռ չկա, ասում էի դե այն իմ նոր վերջի պատրաստածը եւ կրեմը այնքան հաճելի կրեմ է, որ ծննդյան տորտերի, մոտիկների հարազատների առայժմ հաճախորդներին չէինք առաջարկում, դե պիտի սիրեն կամաց, որ բայց ինձ ամբողջովին շոկոլադ է ինքը, ինչպես տեսնում։ Շոկոլադ է ու շատ համեղ է։ Ես հիմա սա թեյի հետ կփորձեմ։ Դե իհարկե այս սերիայի ելակով տարբերակը։ Նուրբ, փափուկ, նույն լիմոնի տարբերակը։ Մի հատ բան էլի հարցնեմ։ Դու այս ամեն ինչու փորձում ես անդադար, ես վստահ եմ։ Բա մի հատ ինձ կբացատրես ոնց է լինում, որ չասեմ, էլի բացատրեմ եւ նիհար, սլացիկ, ինչպես միշտ, այդ ոնց ես անում, որ համ փորձում ես այսքան քաղցրավենիք, դեսերտ, խմորեղեներ, տորտեր, համ չես գիրանում։ Նաեւ մեր հաճախորդները գեր չեն, նաեւ իմ աշխատողները տամբալիկ չեն։ Այսինքն այստեղ չեք պատկերացնում, այն որ բոլոր ասում են բնական է մեր մոտ, բնական է, մեր մոտ իսկապես բնական է եւ մաքսիմալ հանած է ալուրը, մաքսիմալ հանած է շաքարը եւ հանգիստ կարող եք ուտել այս մի փոքրիկ կտորը, երբ որ դուք ուտում եք, այստեղ ուտում եք կես թեյի գտալ շաքարավազ եւ այդքան լուրջ։ Հետաքրքիր է։ Հա Լավ, շարունակեցինք, ինձ բալն է հետաքրքիր։ Բալի անունը հենց լակի է։ Այսինքն նա համարվել է լակիների թագուհի եւ անվանվել է հենց լակի։ Այս այն որ բալը կոնյակի մեջ պահում եք եւ այլն, այս հարբած բալը չի, բայց հարբած բալի ավելի զարգացած տեսակն է։ Այս տեսնում եմ ներսում ավելի ջնարակ է, թե ժելե է, դոնդող է։ Սա կոչվում է կոնֆի։ Կոնֆին է։ Երբ դու սովորես լակի ակադեմիայում, դու կոնֆի կկարողանաս պատրաստել։
Գիտի է ոնց գայթակղի համել։ Լիմոնային տարբերակը, թարմություն, դնենք իրար։ Օ, ես լիմոնով շատ եմ սիրում թխվածքներ։ Ահա, հետո Մնացածը արդեն գնում է դեպի ձմեռ, ձմեռային տեսականին է, աշնանային եւ ձմեռային։ Այստեղ թեթև արդեն վերջացնում ենք ամառը, մոտենում ենք արդեն պոպոկներին, դարչիններին, չրերին, սա կոչվում է պեկան, այստեղ ընկույզ է։ այո։ Պեկան ընկույզը հավանաբար Հա, հենց։ պեկան հենց Սա դե մեր ավանդական բոլորիս հայտնի արջուկն է։ Այո։ Այստեղ էլի ավանդական բան եմ տեսնում, որը առաջին օրվանից կարելի է ասել միշտ եղել է եւ շատ սիրված է, սա շատ եմ սիրում։ Նոր տեսակներից, որը դու չես փորձել օպերան է, սուրճ, շատ հաճելի։ Մի քանի շերտով, մի քանի համի համադրություն։ Բրավո։ Եվ նուշի ալյուրով պատրաստված խմոր։ Ես քեզ օգնեմ։ Սա հենց կարելի է դիետիկ էլ կոչել։ Ահա։ Սա կոկոսն է, շատ թույլ, նուրբ, այսինքն ծանր, ոչինչ չես ուտում եւ ինչն է հետաքրքիր, որ հանգիստ ես մարսում։ Մարդիկ ուտում են քաղցր խմորեղեն եւ վատանում են։ Բոլոր նրանք, ովքեր լակի են ուտում, չեն վատանում եւ դա գիտեն։ Բրավո քեզ, քո թիմին։ Չեք դադարում զարմացնել, ուրախացնել։ Ահա։ Դդում են ներսում։ Չէ, չրեր են, տարբեր Չրեր չրեր են, են։ օ, ծիրանաչիր է, սալորաչիր է, խմորը ինչ է։ Խմորը հենց չրերով է, այստեղ գրեթե ալյուր չկա, ամբողջը չրերով է եւ իհարկե նուրբ կրեմ է վրան, որտեղ կա դեղնուց, որը որ մշակված է, այսինքն բաղադրատոմսով դեղնուց հում չի կարելի ուտել։ Այո։ Բայց մենք այնպես ենք մշակում, որպեսզի խնդիրներ չառաջանան, այսինքն Գոլորշու վրա հարելով, այո, ջերմային այո, լուծումներ տալով։ այո։ Եվ մեր սիրելի զամբյուղիկը ընդեղենով, որը շատ համեղ է իսկապես։ Եվ բոլորը ունեն անուններ, հայտնի դերասանների, երգիչների։ Այդ սկզբունքը դեռ պահում է։ Դա դեռ կա, այո։ Խնդրում եմ վերջը սրա անունը դեռ չեք որոշել։ Կարելի է իմ անունով էս մեկը լինի, որտեղ ես շոկոլադ շատ եմ սիրում։ Այսուհետ այս շոկոլադե խմորեղենը կկոչվի Հերմինե Ստեփանյան, համեցեք Հերմինե Ստեփանյան ուտելու։ Ես խոստանում եմ լուսանկարվել մի օր հենց այս խմորեղենով եւ այսպես հայտարարել, ազդարարել։ Շնորհակալություն։ Դե հիմա մեզ մնում է թեյ պատրաստել եւ վայելել այս խմորեղենը ու մի փոքր էլ խոսել հենց լաքի մասին։ Իսկ մենք դերերով մի քիչ փոխվենք, չնայած իմ տանն ենք, բայց քանի որ քո ստեղծագործությունն է սեղանին, ուզում եմ դու ինձ հյուրասիրես։ Դե արդեն գիտես որը։ Հյուրասիրեմ հենց քո անվան։ Եթե կարելի է։ Այս տեսակը։ Ես պահել եմ այստեղ, ոչինչ։ Դեսի, այ, բացի սենց անում։ Այդ լապատանը գիտես ինչի եմ դրել։ Լավ դիր։ Շնորհակալություն։ Համշինի։ Իսկ ես որը փորձեմ քո խորհրդով։ Դու գիտես որը փորձիր կամ լիմոնը, կամ բալը։ Դու լիմոնը սիրում ես, բալը սիրում ես։ Արի այն, որը որ դու չես։ Որ ինձ մնա, շատ մնա։ Լավ, դու որն ես սիրում, այն որ ամեն օր կփորձես դա։ Ես բոլորն եմ սիրում։ Լավ, արի ես ընտրեմ ուրեմն քեզ համար։ Արի ես չրերովը, դարչինով թեյի հետ ինձ թվում է լավ կհամադրվի։ Ուրա։ Ես կարող եմ, չէ՞, այս թղթից հանել։ Կարող ես նաև այնպես է մտածված, որ կարող ես ուտել ափսեիդ մեջ եւ ափսետ չկեղտոտվի։ Այս էլ են խորամանկ տան կանանց, մտածում են ինչպես անեն քիչ ափսե կեղտոտեն, չէ։ Պատմի քոնի մասին, միջև ես իմը կփորձեմ։ Պետք է կտրեմ տամ քեզ։ Հա, ես մեծ հաճույքով կփորձեմ։ Ես սիրում եմ իդեպ, որ տարբեր վերցնում են եւ փորձում են իրար հետ։ Բա իհարկե։ Ոյ։ Սկուժ Լիկա։ Մի հատ բան ասեմ։ Քո հետ եղել է, որ ինչ որ համի մասին դու երազել ես, բայց նախկինում փորձած չես եղել, բայց այդ համը քո գլխի մեջ եղել է։ Հա։ Այս խմորեղենը հենց դրա մասին է։ Ամբողջովին շոկոլադ ու
Վա։ Բրավո։ Ֆանտաստիկ։ Ֆանտաստիկ։ Ինչ լավ է։ Վայ, երեխեք, դուք ես պիտի փորձեք։ Վերջնա։ Սրա տորտը անում եք։ Հա, անպայման։ Պատվերով։ Okay։ Ինձ գիտես ինչն է հետաքրքիր, երբ մենք միասին ցույց էինք տալիս Lucky Desert Studio-ի խմորեղենները եւ ես հարցնում էի, որը ինչ է, եւ այլն դու պատմում էիր հատ-հատ 20 քանի տարի է որ կա Lucky 22 տարվա ընթացքում դու բազմաթիվ հարցազրույցներ ես տվել, բազմաթիվ նկարահանումներ ես ունեցել, առիթներ ես ունեցել խոսելու քո պրոդուկտի մասին եւ այլն 23 տարի հետո նույնիսկ քո մեջ այնպեսի մի հատ կրակ կա այս ամեն ինչի մասին խոսելիս։ Այս դրա մասին էի որ ասում Էսի դու որ խոսում ես, ես մտածում եմ, այդտեղից կարող է հոգնում է, որովհետև անդադ կարելի է նույն բանը պատմել, ասել, բայց փաստորեն նույն կրակը, նույն կիրքը քո մեջ կա։ Ոնց։ Դրա համար կա Lucky-ն, մինչև այսօր չի հանգել։ Յուրաքանչյուր էլեմենտ, նույնիսկ բեզեն, նույնիսկ չամիչի կտորը ինձ համար այնքան կարևոր է, մինչև այսօր։ Ես այդքան նվիրված եմ, դրա համար եմ ասում, որ ես նվիրված եմ իմ բիզնեսին։ Ամուսնացած եմ իմ բիզնեսի, ճիշտ է ասա։ Ամուսնացած եմ իմ բիզնեսի հետ։ Այս նվիրվածությունը, այս սերը յուրաքանչյուր կտորի հանդեպ, որը որ ես իսկապես դնում եմ, եւ հանկարծ Աստված չանի, որ մի խմորեղենը հին լինի խանութում, լինում են իհարկե մարդկային սխալներ։ Իհարկե։ Աստված չանի, որ վառած լինի կամ ինչ որ մի սխալ լինի, դա ոչ թե ես զայրանում եմ իմ աշխատողի վրա, այդտեղ իմ սիրտն է շատ ուժեղ ցավում, որ իմ ստեղծագործությունը, իմ սերը, ամեն խմորեղենը ամեն օր թխվում է ու հենց այդ նոր թխված խմորեղենը ինքը իմ կյանքն է։ Այն հաճելի է լսելը։ Ինձ համար այս վերջերս մի վատ բացահայտում է եղել, որից հետո ես ասես եմ որ ինչ լուրջ փաստորեն, այսինքն շոկային տրամադրություն էր մոտս։ Երբ որ ես իմացա, որ փաստորեն հարսանիքների ժամանակ են, որ սենց այն տորտերը բերում են, դրանք իրականում մուլյաժներ են։ Այո։ Ես գիտեի միջև դրանք իսկական տորտն է, դա իսկական տորտն է հենց։ Մի հատ այդ խնդրում եմ միֆերի մասին էլի, եթե կարելի է։ Ուրեմն մակետ հասկացողությունը, մուլյաժ հասկացողությունը սկսվեց մոտավորապես 2007 թվականին, այն ժամանակ ինտերնետով երբ որ գրում էիր տորտ, մի այնպեսի անջորնի տորտի նկար էր վերում, մեկ նկար, շատ վատ նկար, եւ չկար որտեղից միտք քաղես, հա, որտեղից մոտիվացվես, ինչ որ մոտիկ նման անես, հա, որը որ շատ լավ էր իրականում։ Այն ժամանակ մենք չգիտեինք դեռ արհեստական ոչ մի բանի մասին եւ մեր պատկերացումով ճարտարապետությունը ինչպես կկառուցեր շենքը, որպեսզի շենքը փուլ չգար, հա։ Այդպես մեր մտածածով, մեր պատկերացումով կառուցում էինք տորտեր։ Հետո արդեն կամած դա զարգացավ, բոլորը սկսեցին այդ տորտերը պատրաստել եւ եկավ մի օր, որ բայց մի րոպե, բայց չտարբերվենք, բա տորտի մեջ չդնենք, ենթադրենք պանտան, կամ շոմպայն, ծորա, հա, կամ ինչ-որ մի արտարոց մի բան չպտտվի, ինչ-որ մի հարկը, եւ դա սկսվեց ի կատարածվել, բայց արդեն կամած, որպեսի տարբեր պես, որպեսի լինես, առաջինը ինչ-որ Lucky-ն այս ինչ արեց, ինչ արեց, դա կամած բերեց նրան, որ ինչ-որ էլեմենտներ արհեստական էին, որովհետեւ չէր կարելի հենց տորտի մեջ մտցնել այդ ջրային կառույցները, հա։ Եվ ինչի եմ հենց Lucky-ից խոսում, որտեղ իսկապես Lucky-ից սկսվեց այդ ամեն ինչը։ Հետո նոր մենք կամած արդեն սկսեցինք ինտերնետով աշխարհին ծանոթանալ, նոր տեսանք, որ
նման մեծ տորտեր են պատրաստում, մենք էինք նոր իդեյաներ վերցնում, հաճախորդներ արդեն բերում ասում էր, այս տորտից եմ ուզում։ Եվ այդտեղից մտավ ինչ-որ չափով արհեստական տորտ կոչեցյալը, որը որ տարիներ հետո բացահայտվեց։ Ոնց բացահայտվեց։ Բացահայտվեց, որովհետև մենք միշտ խոսում էինք ռեստորանում, ասում էինք, երբ որ արդեն տորտը բերեք մատուցելու, հեռացրեք, տարեք։ Հա, դահլիճից եւ նոր տորտը կտրտած բերեք եւ իհարկե երբ որ դու չես ղեկավարում այդ ամեն ինչը արդեն դուրս է գալիս իր հսկողությունից Ոտեց ինչ սկանդալային պատմություն է եղել։ չէ եւ հյուրերը տեսնում են տորտը դրված է սեղանին դրված է տորտ արդեն կամած չէին հասկանում սկզբից ինչ է կատարվում հետո կամած արդեն բացահայտվեց այդ մակետ կոչեցյալը Ինչ նյութից է կանում այդ մակետ Բենոպլաստ, որը ծածկված է հենց այն սննդե մաստիկայով, որը որ հենց տորտերն ենք մենք։ Այսինքն մի հատ այդպիսին հավաքում եք։ Մի փոքր մաս մնում է։ Սկզբից մենք այդպես չէինք անում։ Դա հետո կամած մտավ։ Մենք արդեն հասկացանք, որ մարդիկ մի կտոր են թողնում տորտի։ Մենք գոնե մի 2-3 հարկ թողնում ենք։ Այսինքն հատված որ պիտի կտրեն հարսն ու փեսան։ Լավ։ Հաջորդ հարցը։ Մարկետը մնում է եւ դուք պատվիրատուի ցանկացած տորտի մեծ չափերը պատրաստում եք, որ ավելի հեշտ է կտրել, սեղանին ավելի հեշտ է մատուցել եւ այլն, եւ դա են մատուցում, ճիշտ հասկացա։ Այո։ Ինչ են անում այդ մուլյաժը։ Վայ, շատ վատ բան։ Օրինակ, ես անկեղծ եմ ասում, այ չգիտեմ, ով ուզում է հավատա, ով չի ուզում, թող չհավատա, մենք մեր մակետները 2-3 անգամից հետո քանդում էինք, որովհետև երբ որ երկար Մի վարքյան, մինչև երկրորդ անգամը, այսինքն հետ են բերում այդ մուլյաժը։ Հետ են բերում, նորից վերավաճառում ես։ Արդեն ավելի մատչելի գնով։ Առաջինը, երբ որ դու պատրաստում ես, բավական թանկ է, պենոպլաստ, որ մենք ասում ենք, ձեզ թվում է բավական մատչելի նյութ է, բայց իրականում այդ բավական թանկ հաճույք է ստացվում մակետ կառուցելը եւ հաջորդ հաճախորդը արդեն ավելի մատչելի գնով էր վերցնում։ Պատկերացրեցիք։ Իսկ խմորեղենի հատվածը մնում է նույն գինը։ Ես բոլոր մակետները քանդում էի որովհետև նախ այն ինչ որ մենք ենք ստեղծում, հնարում արդեն տեսնում ենք որ տարածվեց, հետո փոշին վրայի կեղտը, սարսափելի է, երբ որ դու տեսնում ես քո հաճախորդին ուղարկում ես ինչ որ մի բան որտեղ կա փոշի, որը չի մաքրվում, դա պետք է վերացնել, կորցնել Եվ կան իհարկե այդպիսի կազմակերպություններ, ովքեր ոչ մաքրում են, ոչ էլ տանում են այդպես կեղտոտ դնում են դահլիճում եւ հյուրերը գալիս են տեսնում են որ կեղտոտ մի բան, հա, կա այդպես բան։ Բայց հիմա իմ երազանքն է, դա երևի մի պահ ինչ որ տրենդ էր, դա կարիքը կար, մարդիկ սիրում էին մեծ, հա, այդ ամեն ինչը հասկացանք անցավ բայց որ հիմա են շարունակում եւ որ գաղտնիքը բացահայտվել է բոլորը գիտեն որ այնտեղ պենոպլաստ է կանգնած ոչ թե ֆոտոյի վիդեոյի համար ինչ պիտի լինի բայց դա միևնույնն է ֆոտոյի վիդեոյի համար կարա լինի փոքրիկ կոկիկ տորտ որը որ ես մի քանի տարի անընդհատ ասում եի ժողովուրդ տորտը պիտի լինի տորտը պիտի լինի բայց դու հիմա քո բիզնեսին հակասում ես այս քո ես միշտ եմ իմ բիզնեսին հակասել միշտ որտեվ այս մեծ բանը հասկանալի է որ շատ ավելի թանկ է ես իմ բիզնեսին որպես բիզնես որպես եկամուտի աղբյուր չեմ նայում, ես իրանից չեմ սպասում եկամուտ, ես իրան սիրում եմ, ես իրան պայպայում եմ, այստեղ կարակ է, այնպեսի կարակ է դրված, որ մեր տանից կարակից դրված չի, և ես գնում եմ մինուս այդ կարակի համար։ Վերադառնալով հարսանեկան տորտերին։ Լավ, գնանք հետո կխոսենք սրա մասին։ Մի րոպե, եղել է դեպք, որ հարսն ու փեսան ուզեն տանեն իրենց հետ այդ մուլյաժը։ Չէ, հարսն ու փեսան տեղյակ են լինում։ Այդ եմ ասում, բայց եղել է, որ ուզում են տանեն իրենց հետ։ Իրենցն է, իրենք պատվիրել են իրենց համար սարքել եք, ուզում են տանեն իրենց տանը մի անկյունում դնեն։ Դες չի եղել, բայց եթե ուզենային ավելի լավ։ Կազատվեիք գոնե։ Իհարկե։ Իսկ այս ինչ մրցակցություն է, ավելի ճոխ հարսանիք, ավելի ճոխ տորտ, ավելի ճոխ նկարահանում, ավելի ճոխ հրավառություն։
Ինչի հետևից դու են ուզում ես, ձգտում։ որ այս հաղորդումից հետո, երբ որ ես փողոցում քայլում եմ, մարդիկ ինձ սիրում են, մոտենում են ինձ, համբուրում են, ինձ հետ նկարվում են, դու ուզում ես հիմա քարերով ընկնեն իմ հետևից։ Չէ, ես Քավլիցի իսկապես Դու չեմ ուզում, բայց այդպես է ստացվում։ կարող ենք չխոսել այս մասին, բայց որտեղ դու այդ բիզնեսի մեջ ես, դու հարսանեկան բիզնեսի մի մասն ես, ուզես թե չուզես, եւ դու ամեն օր ես տեսնում այդ մրցակցային, այդ վազքը, որ իրար հետ մրցում են։ Դա իրականում ինձ համար կոնկրետ այդ մակետ հասկացողությունները, որ ես տեսնում եմ շոտ կոպիտ լինում են իհարկե սիրուն աշխատանքներ, բայց արդեն որ նայում ես եւ հասկանում ես, սա տոր չի, ինչ են ասում, սա տորտ է, թե սա տորտ չի։ Սա ինչ որ մի դեկոր է։ Դա էլ կարող եմ հիմա հանգիստ ասել, առանց մտածելու կքարկոծեն թե չեն կարկոծի, դա արդեն գիգանտամանիա է։ Ինչքան մեծ, տունը մեծ, ամեն ինչը մեծ, Առյուծները մեծ։ Օրինակ, տորթի վրայի առյուծների մասին եմ խաչել։ Դա հիվանդություն է։ Մարդը, գիտեք ինչ, այդ ճոխությունը հասկանալի է, եթե դու լավ ես ապրում, եթե դու աղքատի մտածելակերպ չունես, քո մոտ ամեն ինչը պետք է լինի ճիշտ ճաշակի մեջ։ Իրականում տորտը պետք է լինի համեստ, նուրբ, գեղեցիկ, դե մանկական տորտերը իհարկե առանձին թեմա է։ Իհարկե։ Դա ուրիշ թեմա։ Պետք է լինի նատուրալ եւ պետք է լինի իհարկե մի փոքրիկ բրենդային լոգո վրան, որպեսզի մարդիկ հասկանան, որ որակյալ տորտ է դրված սեղանին, ոչ թե մակետ 7 մետրանոց արհեստական։ Այն էլ երբ որ չգիտես որերորդ անգամն է օգտագործվում, բայց մենք լավ բանով ավարտենք։ Այդ անակնկալի մասին խոսենք եւ բացենք փակագծերը։ Շատ լավ, որոշումը թողնում եմ քեզ վրա, ինչպես կհաղթեն։ Իմ կողմից կլինի նվեր կուրս Լագի օնլայն ակադեմիայից, որտեղ սովորեցնելու եմ շոկոլադի տեմպերացումը, շոկոլադի հետ ճիշտ աշխատանքը։ Հրաշալի, լավ, ուրեմն այսպես ենք անում։ Եթե դուք հաղորդումը դիտել եք մինչև վերջ, իսկ մենք նորագույն տեխնոլոգիաներով կարողանում ենք հասկանալ դուք հաղորդումը նայել եք մինչև վերջ թե ոչ, ապա հետևում եք Լիկա Լակի Instagram-ի էջին, Հերմինե Դիալոգի էջին, եւ եթե առաջինը հենց դուք գրեք Լիկայի էջին նամակի տեսքով Հերմինե պրոմո կոդը, ապա հենց դուք կստանաք այդ նվերը։ Դուք կլինեք այն մարդը, ով կանցնի օնլայն կուրս Լակի օնլայն ակադեմիայում եւ ինչ կսովորի շոկոլադ, շոկոլադի պատրաստման տարբեր հետաքրքիր մեթոդներ եւ շոկոլադներ եւ ձևավորման համար ամեն ինչ։ Մի հատ հեռախոս տվեք Լիկայի էջին գրեմ Հերմինե, էլի երեխեք։ Սա կատակ էր գոհար, ես ուղղակի ուզում էի ես հաղթեի։ Շնորհակալություն։ Լիկա ջան, դու խնդիր չունես։ Շատ շնորհակալություն, շատ շնորհակալություն այս հաճելի զրույցի համար, այս հրաշալի երեկոյի համար։ Ինչպես միշտ քեզ տեսնում եմ հաճելի տաք զգացում մեր ծանոթության առաջին օրվանից, մեր ընդհանուր ընկերների հետ կապված հիշողություններից, մեր լավ ունեցած օրերից, շատ հաճելի էր, որ այս երեկոն դարձավ մի հատ սիրուն հիշողություն եւ գնաց մեր այսպես արխիվ ու այն ավելի հարստացրեց մեր ընկերությունը։ Շնորհակալ եմ, ես եմ քեզ շնորհակալ։ Շատ հաճելի էր։ Շնորհակալություն։ Եվ շատ համեղ էր։ Ուռա, եւ շատ համեղ էր։ Մերսի։ Մնացածը կադրից դուրս։ Այո։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar,